Համբուրվել չեմ կարող 10 օր, լավ սենց ոնց կլինի երեխեք։ Լավ կատակ եմ անում, ուղղակի երեք իմ շրթունքները այս տեսքից ստացան այս տեսքը, ենթարկեցի նորից ֆիլերի այս անգամ։ Տարիներով իրար վրա overfill էի արել, արդյունքում ունեի այս սենց բավականին տգեղ միգրացիա։ Հայեցի հին ֆիլերը, ցելեցի Dr. Melinay մոտ, ում աշխատանքները հաճախ տեսնում էի Instagram-ում, շատ դուրս եկել էր։ Սկսել եմ խորապես research անել, թե ինչ նյութեր ենք մենք ներարկում մեր օրգանիզմում։ Ու դրա հիման վրա որոշեցինք կանադական Revanesse ներարկել ու պահանջեք, որ ձեզ ներկայացնեն սրվակի QR կոդը, սա շատ կարևոր է, որպեսզի հասկանանք ինչ նյութով ենք աշխատում։ QR կոդը պետք է հոլոգրաֆիկ նշան ունենա։ Եվ անպայման ստուգեք սրվակի վրայի սերիայի թիվը։ Okay, սկսենք ֆիլերը։ Այո, հնարավոր է, քանի որ նախորդ ներարկումները չգիտեք ինչ պրեպարատով է արված եղել, միգուցե միջև շքայքան տեղի ունեցած չլինի եւ մեր ներարկումից հետո կրկին անգամ ֆիլերը իրեն դրսևորի։ Okay. Ահա շրթունքներս մինչև ներարկմանը, ուզում եմ ուղղակի մի փոքր ծավալ հաղորդեմ։ Եվ ֆիլերն իր մեջ պարունակում է լիդոկային, ես միևնույնը պահանջեցի, խնդրեցի հավելյալ լիդոկային քսել ցավազրկելու համար։ Թե ինչ արդյունք ստացա, արդեն պետք է վերադառնաք եւ part 2-ն դիտեք ու ցույց կտամ վերջնական արդյունքը։